Գահող եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար իմ շատ սիրելի բարեկամ Հելենա Վալտոնենին նախ ուզում եմ միանգամից ասել, որ բնականաբար ԵԱՀԿ գործող նախագահողի այցը տարածաշրջան տեղի ունենում միանգամայն նոր հանգամանքներում, մեր տարածաշրջանի համար նշանակալի իրադարձությունների պայմաններում, իհարկե նախ եւ առաջ նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը օգոստոսի 8-ին խաղաղության գագաթնաժողովում Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնությունները մեր գործընկերներին ներկայացրել եմ մանրամասները, այդ թվում եւ պայմանագրի նախաստորագրումը, այդ թվում եւ սկզբունքները, որոնք ամրագրված են հռչակագրում եւ այդ թվում եւ սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի ունենալու ենթակառուցվածքների տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը իհարկե գաղտնիք չի, որ ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով կոչված էր նպաստելու հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը եւ այժմ երբ այդ խաղաղությունը հաստատված է եւ երբ մենք իթիվս այդ պայմանավորվածությունների նաեւ ձեռնամուխ ենք եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի, ուրեմն Մինսկի կառույցների լուծարմանը, այս նոր իրողությունները նոր են նաեւ Հայաստան ԵԱՀԿ համագործակցության կամ ԵԱՀԿ-ում Հայաստանի մասնակցության տեսանկյունից եւս եւ այստեղ մենք պետք է որպես նոր իրողություններում գտնվող պետություն մեր համար բացահայտենք նոր համագործակցության եւ մասնակցության նոր հորիզոններ, նոր հարթություններ եւ իհարկե մենք մեծապես նոր շրջանակ եւ մենք մեծապես հետաքրքրված ենք տնտեսական համագործակցության հնարավորություններով, նաեւ բնապահպանական շրջանական միջավայրի հետ կապված ուրեմն հարցերում եւ երկրորդ մենք մեծապես հուսով ենք, որ ԵԱՀԿ հարթակը այս եւ հաջորդ նախագահությունների ժամանակ կնպաստի իհարկե հետագա խաղաղության ամրապնդմանը եւ սա վերաբերում է ոչ միայն ուրեմն հարավային Կովկասին, այլ ԵԱՀԿ ամբողջ գոտուն Ես նաև եւ սա շատ կարեւոր է հատկապես ուշադրություն դարձնել այս հարթությանը, ուրեմն ժողովուրդների միջև թշնամանքի վերացմանը։ Ես ուզում եմ մեջբերում անել հենց մեր ստորագրած Վաշինգտոնյան հռչակագրից մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտություններից հետո վերջապես բարիդրացիական հարաբերությունների կառուցման մեկնարկի համար մեջբերման ավարտը ստեղծված հնարավորությունների ուրեմն եւ այս ուղղությամբ ջանքերի իրագործման համատեքստում ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է տեսնել ուժեղ եւ արդյունավետ ԵԱՀԿ, արդյունավետ կազմակերպություն բոլոր 3 չափումներով եւ ներկայիս աշխարհակահաղական միջավայրում ԵԱՀԿ-ն կարիք ունի մասնակից պետությունների ամուր հանձնառության, այդ պատմական փաստաթղթի ես նկատեմ Հելսինկյան եզրափակիչ ակտը ոգուն եւ սկզբունքներին մասնակից երկրների կողմից անսասան հավատարմության, այդ կերպ ամրապնդելու կազմակերպության արդյունավետությունն ու դիմակայությունը, որպեսզի այն իր առաջնային մանդատին համապատասխան կարողանա նպաստել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում անվտանգությանն ու կայունությանը, հակամարտությունների կարգավորմանը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները կանխելուն, խախտված իրավունքների վերականգնման ջանքերին եւ մենք մշտապես հանդես ենք եկել ողջ ԵԱՀԿ պատասխանատվության տարածքում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների լիարժեք կիրառման օգտին եւ այսուհետ եւս մեր ջանքերը ուղղված կլինեն սրան Նաև իհարկե հարգելի գործընկերներ չենք շրջանցել Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունները Ես նախարար Վալտոնենի հետ գոհունակությամբ արձանագրել ենք, մենք երկուսս արձանագրել ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում նոր թափ են ստացել 2024 թվականի հուլիսին Եվրոպական քաղաքական համայնքի Գագաթնաժողովի շրջանակներում եւ այս տարվա նաեւ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ֆինլանդիայի նախագահի միջև ես ջերմությամբ հիշում եմ իմ այցը Հելսինկի անցած տարի ես նորից վերահաստատում եմ իմ հրավերը ձեզ տիկին նախարար այցելել մեզ Ֆինլանդիայի նախարարի ուրեմն դերում երկկողմ այցով Մենք շատ բարձր ենք գնահատում այն ինստիտուցիոնալ աջակցությունը, որը Ֆինլանդիան ցուցաբերում է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, դիմակայունության ավելացմանը
Սրա դրսևորումն է իհարկե Ֆինլանդիայի մասնակցությունը դիմակայուն Սյունիք նախաձեռնությունը, բայց իհարկե սրանով Ֆինլանդիայի մասնակցությունը չի սահմանափակվում, մենք ունենք շատ լայն շրջանակ համագործակցության եւ պատրաստակամությունը, որը տեսնում ենք պաշտոնական Հելսինկիից, մշտապես մեզ ողջևորում է։ Իհարկե մեր համար առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստան նորդիկ բալտիկ երկրներ ձևաչափը եւ այս ձևաչափում համագործակցությունը մենք վստահ ենք, որ եւ սովորելու բան ունենք շատ եւ քաղելու բան ունենք այս ձևաչափից նորդիկ բալտիկ երկրները հայտնի են իրենց կայացած ժողովրդավարություններով եւ իհարկե հույս ունենք նաեւ մեր ներդրումը կունենանք, որը գուցե կարևոր կլինի նաև մեր նորդիկ բալտիկ գործընկերների համար չենք շրջանցել Հայաստան-Եվրոպական միություն թեմատիկան, նշել ենք այն ուղղությունները, որոնցով մենք հիմա հենց այս պահին անգամ էականորեն խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, քաղաքական մակարդակով, մնացած բոլոր մակարդակներում, ընդհանուր առմամբ եվրոպական ինտեգրման համատեքստում մենք եւ անելիքներ ենք մշակում եւ նաեւ ողջավորությամբ սպասում ենք եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում մայիսին մյուս տարվա։ Ուզում եմ եզրափակեմ խոսքս կրկին ձեզ շնորհակալություն հայտնելով ձեր այցի համար, եկին նախար եւ այն շատ հանգամանալից եւ բովանդակային խոսակցության համար, որը ունեցանք։ Thank you so much, dear colleague. Անչափ շնորհակալ եմ հարգարժան գործընկեր Պարոն Միրզոյան,